Աշուխ Սայաթ նովի նման ես երկու տաղ պիտի ասեմ, երկեմ պիտի գիշեր ցերեկ, ու սրդի խաղ պիտի ասեմ, եւ են սրդին, որ իր խորքում սիրո երկեր ունի ուսեր, ես են սրդին, անմահական դրախտային մերկերի բաղ պիտի ասեմ։ 90-ամյա Մերուժան Կարապետյանը Սառնախբյուր գյուղից է։ Նրա հիշողությունը սակայն կարծես տարիք չի ճանաչում։ Դպրոցական տարիներին սովորած բանաստեղծություններից ու դասերից մինչև տասնամյակներ առաջ կաշտացած գրքերի մտքեր, շատ բան այսօր էլ հիշում է։ Այ բենարանից օր անցներ են կընթերցանության հիմի հիշում եմ առաջի դասը։ Առաջի դասն վերնակիրեն մեր ժամանակվա այ բենարանի փոխվելուց հետո մեխի պատմությունն էր։ Որ այնտեղ կսկսվեր էլի ուֆ խորտ ընկած մեխը եւ պինդ խրվեց տախտակի կուրծքը եւ այլն եւ այլն։ Հիշողությունս առաջի դասարանից նույնիսկ պապանվել է էլի։ Ընդ որումս եմ որ մինչեւ հիմա կարդալա շատ կսիրեմ։ 90 տարեկանում էլ գիրքը նրա առօրյայի մի մասն է, կարդում է, առանձնացնում հեղինակներին, վերադառնում արդեն կարդացած գրքերին ու խորհուրդ տալիս դրանք նաեւ ուրիշներին։ Վերջերս կարդացի Ժորնավարոյի ամերիկական հետախուզության վարչության աշխատակիցը ես կարդում եմ ձեր մտքերը մարդու կերպարանքն հոգու հայելին է իսկ շարժու ձևը նստելու մարդուն դիմավորելու ձևերը դրանք վերբալ լեզու են ու եթե թվում է տարիքն արդեն սահմանափակում է ընթերցանությունը Մերուժան Պապն իր օրինակով հակառակն է ապացուցում վերջերս շատ էի ուզում մանկալ գտնել Կալկատայի ժառանգորդը գիրք է էլի մոտ 870 էջ ու տորում կարդացել եմ այս տարի էլի մինչև ամսու հունվարի 12-ին հանրապետական համալսարանի գրադարանից թորս էր բերել Կարդացածը հիշում է համեմատում առանձնացնում իր համար կարևոր մտքերն ու հեղինակներին հատկապես սիրելի է պարսկական գրականությունը Սաադին, Ֆիրդուսին, Օմար Խայամը եւ այլն առանցին ուսումնասիրել եմ Սաադին Կարդացել է Սաադին։ Սաադին ունի շատ գործեր ունի, բայց ամենակալուխ գործոցներն Գոլեստանն է, Բոստանն է։ Եթե կարդացել ես, բայց ինձ թվա Գոլեստանն արդեն բանեմ Գոլեստանն թվայնացված է, հեռախոսներով կրնակ կարդա։ Մերուժան Պապը խորհուրդ ունի նաև նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել բացահայտել դասական գրականությունը։ Դրա համար որոշ գրքեր պարզապես մեկ անգամ կարդալու համար չեն։ Խորհուրդ կտամ Այդ Գոլեստանն քեզի ամենօրյա կարդալու գիրք ընդունես ու պահես։ Իսկ կարդացածի ազդեցությունը նրա խոսքով երբեմն մնում է տարիներով, այդպես էլ հիշում է նաև Տոլստոյի մտքերից մեկը։ Երջանիկը նա է, ով իր տանն է երջանիկ։ Թե չէ մնացած այդ երջանկությունն չէ, շինչու ու սուտ են էլի։ Հարցնում եմ, ինչու է կարևոր կարդալը, պատասխանում է կեսկատակ, կեսլուրջ, թերթի ու ռադիոյի համեմատությամբ։ Եթե օրենքի մասին լսի ու չհասկացա Որս եմ կրգնա ինքեն, չէ, ասեց թերթն ես գրվել եմ, որ չհասկացակ բերում էլի կկարտամ, մինչև հասկանամ, ինձ է ռադիոն պետք չէ։ Մերուժան Կարապետյանի կյանքի ճանապարհն էլ պակաս հետաքրքիր չէ, սովորել է մանկավարժական ինստիտուտի ֆիզմատ բաժնում, այնուհետև տարբեր տարիներին աշխատել է որպես հաշվապահ, տնտեսության ղեկավար, իսկ շուրջ 10 տարի ղեկավարել է գյուղի տնտեսությունը, բայց աշխատանքն ու առօրյա հոգսերը երբեք չեն փակել նրա համար սովորելու ճանապարհը, ինչն էլ այսօր ոգևորիչ է նաև տան ու գյուղի երիտասարդների համար։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։